Դեռ մանկուց գիտեին ղեկավար է, կազմակերպիչ, դասարանի ավագից մինչև կոմկուսի քարտուղար, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Կենտկոմի առաջին քարտուղար։ Պաշտոնական բոլոր աթոռներից զատ իր համար ամենահարազատն այդպես էլ մնաց ուսուցչի աթոռը։ Այդա Թոփուզյան։ Այսօր մեր հյուրն է մանկավարժական գիտությունների դոկտոր, մանկավարժական համալսարանի կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Այդա Թոփուզյանը։ Տիկին Թոփուզյան, դուք ծնվել եք Բեյրութում։ Այո։ Եվ միայն 10 տարեկան էիք մոտավորապես, երբ տեղափոխվեցիք Հայաստան։ 9 տարեկան։ 9։ Ձեր մանկության առաջին 9 տարիները ինչպես եք հիշում, ինչ է մնացել վառ ձեր հիշողության մեջ Բեյրութից։ Հիշում եմ մեր ապրած թաղամասը, հիշում եմ տատիկիս տունը, հիշում եմ այն դպրոցը, որտեղ սովորել եմ, որտեղ այն ժամանակ 5 տարեկանից էին երեխաները դպրոց գնում Բեյրութում, եւ ես սովորել եմ Լիսե Ֆրանսե դե Բեյրութում 4 տարի, որից հետո նոր մենք տեղափոխվել ենք հայրենիք։ Գիտեք, մնացած հիշողությունները աղոտ են, բայց այդքանը հստակ եմ հիշում, եւ երբ որ տարիներ հետո ես գնացի Բեյրութ գործողմամբ, խնդրեցի, որ տանեն այն թաղամասը, որտեղ մենք ապրել ենք։ Ինձ տարան ուղղակի մեջտեղում այդ թաղամասի, եւ ես կարողացա գտնել տունը, իսկ տունը գտնելուց հետո բնակարանը գտնելը արդեն շատ հեշտ էր, նույն ձևով նաեւ տատիկիս տունն եմ գտել։ Այսինքն շատ պայծառ հիշողություններ։ Այո, երևի։ Ազդեցիկ էր հանդիպումը անցյալի հետ։ Համենայն դեպս ինչ որ մի բան մեջդ փոխվում է, ինչ որ մի բան զգում ես, չի ասի ինչ որ կարոտ եւ այլն, բայց էլի ինչ որ հիշողությունների հետ է կապվում այդ բոլորը։ Տիկին Թոփուզյան, ձեր մայրը մանկավարժ էր, հայրը թերթի խմբագիր, ինչպես նրանք որոշեցին, որ պետք է վերադառնալ Հայաստան։ Ես մանրամասները չգիտեմ, ինչպես որոշեցին, բայց գիտեմ, որ որոշումը իհարկե նրանք երկուսով են որոշել, այո, ընդունել։ Հայրս ազդարար թերթի խմբագիրն էր, մայրս աշխատում էր դպրոցում եւ մեր վերադառնալուց հետո մայրս շարունակեց իր աշխատանքը արդեն Հայաստանում։ Ես ու եղբայրս, ես 9 տարեկան էի, եղբայրս 6 տարեկան, ես արդեն պետք է գնայի դպրոց, որտեղ Հայաստանում 8 տարեկանից էին այն ժամանակ գնում դպրոց, իսկ ես արդեն 9 տարեկան էի ու առաջի դասարան չնստացրեցին փաստորեն։ Մի տարիք է, երբ երեխայի, ինչպես ասում են, փխրուն հոգեբանություն է, միանգամից միջավայրի փոփոխություն, նոր ոչ միայն քաղաք, այլև ամեն ինչը նոր է եւ այդ միջավայրին ներկրվելու խնդիր չկար եւ լեզվի հարցը դուք ասենքն այնտեղ խոսում էին այլ այստեղ կարծես ուրիշ հայերենով ինչպես հաղթահարեցիք այդ այո դուք շատ ճիշտ եք որովհետեւ երեխայի համար դրանք բոլորը ես կարող եմ ասել նույնիսկ ստրեսներ են եւ շատ կարեւոր է այդ ժամանակահատվածում մեծերի վերաբերմունքը նախ որ մեծերը պատրաստեն երեխային ուր ենք գնում ինչու ենք գնում պատահական երկիր չի դա մեր հայրենիքն է դրանք շատ կարևոր մոմենտներ են երեխայի համար եւ երեխայի կյանքում բացի դրանից իսկապես փոխվում է ամեն ինչ երեխայի շուրջը Եվ ինձ համար կոնկրետ շատ կարճ տևեց այդ դժվարությունը նախ լեզվի, որովհետև ես ստիպված էի երկրորդ դասարան նստել մի անգամից, իսկ ես այբուբենը հայերեն դեռ լավ չգիտեի։ Ես խոսում էի արևմտահայերեն, խոսում էի ֆրանսերեն, խոսում էի արաբերեն, բայց արևելահայերեն չգիտեի եւ ինձ պետք էր մինչեւ մենք եկել ենք հունիսին, ինձ պետք էր սեպտեմբերին արդեն գնալ դպրոց, իսկ ամբողջ դասարանը արդեն 1
տարի միասին սովորել էին, Այբուբենն էլ հրաշալի գիտեին, մնացած բոլոր հարցերն էլ գիտեին, իրար էլ լավ ճանաչում էին, իսկ ես լրիվ օտար էի։ Եվ հայերենում դուք շատ լավ գիտեք, G, K, K, B, P, P, D, T, T, արևմտահայերի համար դրանք միանգամից ստանալը, այսպես ասած, դժվար է, ժամանակ է պետք։ Պարզ է, որ ես արևմտահայերեն էի խոսում ու երեխաները ծիծաղում էին, ճիշտ է, չպիտակավորեցին ի պատիվ իրենց, որտեվ դա էլ կարող էին անել, բայց ծիծաղում էին։ Հետո դա հաղթահարվեց։ Դուք տխրում էիք։ Մի դեպք պատահեց եւ հաղթահարվեց։ Մեր դասղեկին դասի ժամանակ կանչեցին հեռախոսի մոտ։ Դասղեկը գնաց, իսկ ինքը մեզ հանձնարարություններ տվել։ Դուրս գալուց հետո բոլորը սկսեցին նստարանների վրայով վազվզել, չարություններ անել։ Ես գնացի, կանգնեցի իր դասղեկի սեղանի առջև, մի կանոն կար, կանոնը վերցրեցի, խփեցի ու ասեցի, մեզ հանձնարարություն են տվել, բոլորդ նստեք եւ հանձնարարությունը կատարեք։ Մեր դասղեկը, իդեպ մեր դասղեկը դեռ կենթանի է եւ եթե ես ինչ որ մի բան գիտեմ այս աշխարհում, մանավանդ մայրենի լեզու եւ վստահ եմ ցանկացած լսարանում ես կարող եմ հայերեն խոսել եւ գլուխս բարձր խոսել, դա իմ դասղեկի շնորհիվ է, Լենան Պետրոսյան 78-րդ դպրոցում էր այն ժամանակ աշխատում, եկավ մտավ, տեսավ, որ ես կանգնած եմ, չերկարացնեմ, վերջացավ ամենը վերջացավ նրանով, որ այդ տարի հունվարին, այդ ուսումնական տարում հունվարին, ինձ արդեն ընտրեցին դասարանի ավագ ու այդպես 10 տարի։ Եվ ձեզ համար այդքան կարևոր այդ մարդը այսօր էլ մեր հաղորդման ընթացքում ունի իր խոսքը։ Սա իհարկե անակնկալ է։ 1958 թվական երկրորդ դասարանում ընդունվեց մի փոքրիկ աղջնակ, հայրենադարձ աղջնակ, միանգամից վայելեց դասարանի սերն ու համակրանքը, մերվեց դասարանի հետ։ Ամբողջ 9 տարի Այդան մնաց դասարանի ավագ, իսկ ես նրա դասղեկը եւ հայոց լեզվի գրականության ուսուցչուհին։ Երեխաներ կան, չէ, դասարանի ավագ, դեռ ներս չես մտնում, Գեր Պետրոսյանի ես աշակերտ է, ես արեց են աշակերտ է, են արեց։ Նա ոչ մեկի թերությունը, ոչ մեկի անախորժության մասին ինչ չէր պատմում։ Ու ես հիանում էի նրանով, թե ինչ լավ մարդ է մեծանում։ Ես երջանիկ եմ զգում ինձ այս պահին եւ հպարտանում եմ քեզանով, որովհետեւ այս խառը ժամանակներում դու չկորցրեցիր քո դեմքը ու ես ուրախ եմ, շնորհակալ եմ քեզ, որ շարունակեցիր իմ ճանապարհը։ Ես իհարկե շատ մեծ անակնկալ էր եւ ես էլի եմ կրկնում Գեր Պետրոսյանը իմ կյանքում շատ վճռորոշ դեր է խաղացել եւ որպես լիդեր իմ ձևավորման գործընթացում եւ որպես քաղաքացի դասյարակելու հարցում եւ որպես մայրենի լեզուն սիրելու մաքուր խոսելու եւ այդ լեզվով հպարտանալու հարցում։ Շնորհակալ եմ ձեր անակնկալի համար եւ շնորհակալ եմ Գեր Պետրոսյանին, որին երբեք ես ուզենամ էլ չեմ կարող մոռանալ, թեև երբեք նման ցանկություն չեմ ունենա։ Շնորհակալ եմ։ Տիկին Թոփուզյան, դուք լավ եք սովորում, ունեիք երազանք արդյոք։ Շատ երազանքներ ունեի։ Մասնագիտական երազանք, արդեն պատկերացնում եք ձեզ։ Այո, դուք ինձ հարցրեցիք, թե ինչ հիշողություններ ունեմ։ Մենք Բեյրութում շատ լայն պատշգամբ ունեինք եւ մայրիկս պատմում է, որ ես շատ փոքր
աթոռներ, իմ ու եղբորս աթոռները եւ ուրիշ աթոռներ շարում էի եւ մի փայտ էի վերցնում ու այդ աթոռների հետ էի խոսում, այսինքն դաս էի տալիս։ Այնպես որ կարծում եմ դա եղել է պատահական չի եղել երեխաների նկատմամբ սերը, երեխաների նկատմամբ պատասխանատվությունը կամ դաս տալու process-ը, գործընթացը։ Երևի իսկապես մանկավարժությունը կոչում է եւ ամեն մարդ չի կարող դա անել։ Իհարկե ամեն մեկը իր մասնագիտությունն ունի, ամեն մեկը իր նախասիրությունները ունի, բայց մանկավարժությունը եւ կարծում եմ բժշկությունը կոչման մասնագիտություններ են։ Առանձնակի անձնային եւ մասնագիտական որակներ պետք է ունենան բժիշկը եւ ուսուցիչը։ Նոր ձեր խոսքի մեջ ասացիք ձեր եղբայրը, որ հիշում է, այ ձեզ համար ազգակցական կապը, ասենք ոչ որպես եղբայր արունակից, այլ ընդհանրապես ընտանիքի անդամների կապը, նվիրվածությունը իրար ձեզ համար ինչ է։ Գիտեք, դա շատ կարևոր բան է երեխայի դաստիարակության հարցում եւ ես երջանիկ եմ հենց դրանով, որ նախ ծնողներ եմ ունեցել, որոնք ինձ համար կյանքում ճանապարհ են հարթել։ Ճիշտ է, նաեւ շատ ինքնուրույն են ինձ մեծացրել եւ աշխատել են, որ ես հաղթահարեմ իմ խնդիրները, իմ հարցերը, բայց այնուամենայնիվ ընտանիքը համերաշխ է իմ կարծիքով, երբ ընտանիքի բոլոր անդամները միասին են շնչում, ունեն միասնական գործ, ունեն միասնական հետաքրություն, ունեն ժամանակը, ազատ ժամանակը մանավանդ անցկացնելու միացյալ ցանկություններ։ Գիտեք, այսօր մեր երեխաները այդ իմաստով շատ դժվար կացության մեջ են։ Մեր ծնողները աշխատում են, քիչ ժամանակ ունեն իրենց երեխաներով զբաղվելու, երեխաները վերջերս մենք մի ուսումնասիրություն էինք անցկացրել եւ հարցը այսպիսին էր. ում կդիմես, եթե դու խնդրեմ ունենաս, այսինքն ում կդիմես, եթե դու դժվարություն ունենաս, ու պատկերացնում եք երեխաների մոտ 60%-ը գրել էր, որ կդիմի ընկերներին, 20%-ը կդիմի ծնողներին, 12%-ը կդիմի ուսուցչին։ Հարցը դրված էր սոցմանկավարժի դերը հասկանալու համար եւ ոչ մի երեխա չէր գրել, որ կդիմի սոցմանկավարժին։ Մենք այդտեղից հասկացանք, որ սոցմանկավարժի ինստիտուտը դպրոցներում դեռ չի կայացել։ Բայց սա ինչու համար ես ասեցի, որ փաստորեն տեսեք 20%-ն է, որ իր ծնողին կդիմի, եթե ինքը մի խնդրեմ ունենա կամ ինչ-որ մի հարցով։ Դա լուրջ ահազանգ է։ Այո։ Դրա համար շատ կարևոր է, երբ ընտանիքը համերաշխ է, համախմբված է եւ ընդհանուր հետաքրություններ, գործեր ունի։ Իսկ մեր ընտանիքում դա այդպես էր եւ նորից եմ կրկնում, որ թեև տարբեր էինք մենք, բարձր ոչ մի մարդ մյուսին նման չէ աշխարհում, այնուամենայնիվ մենք տարբեր էինք, բայց այդ համերաշխությունը, այդ կապվածությունը կար։ Բացի դրանից մենք երբ եկանք Հայաստան, այստեղ մենք ոչ մեկը չունեինք, մեր բոլոր հարազատները մնացել էին դրսում եւ իմ ծնողներն էին, որ ստեղծեցին իրենց ընտանիքի բարեկամների կազմը, խումբը եւ ես հպարտ եմ, որ մեր տանը եղել են օրինակ Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը եւ էլի մարդիկ Գալենցը մեր ընտանիքի բարեկամն էր, որովհետև նրանք դեռ ծանոթ էին Բեյրութից, Խանդիկյանները մեր ընտանիքի բարեկամն էին, որովհետև նրանք ծանոթ էին դեռ Բեյրութից, այսինքն մեր ծնողները հեշտացրեցին մեր սոցիալացման ճանապարհը եւ մեր կյանքի ուղին անցնելը։ Եվ այդ շրջանի մասին, մասնավորապես ձեր մասին հաստատ շատ լավ կարող է պատմել ձեր եղբայրը։ Այսօր անակնկալների օր է։ Դե ինքը ինքնից մի 3 տարի մեծ է, ինքը պիտի գնար դպրոց, երբ որ եկանք Լիբանանից, ու պիտի նստեր մի անգամից երկրորդ դասարան։
ինքը մի գիշերվա մեջ կարողացավ յուրացնել ամբողջ հայկական այբուբենը, հայերենին լավ չտիրապետելով։ Հիմա քննություններ պիտի տամ, չէ՞։ Նստի պարապի։ Այս ժամից այս ժամը պիտի պարապես։ Ամեն քննության հետ գալիս էր ինձ հետ համալսարան։ Ներքևում կսպասել մինչև ես վերջում, երբ որ ոնց որ ասենք քննությունս կտայի, դուրս կգայի, առաջին ինքը պիտի իմանար գնահատականը հաջողա, թե հաջող չի, նոր ոնց որ կոպիտ ասած ձեռքս բռնես տուն տաներ, չբակում էլի միջայլոց։ Դուրս են գալու խաղալի, դուրս են գալիս խաղալու, բնական բան։ Ես տղաների հետ, ինքը իր ընկերուհիների հետ, հա, եթե տղաների հետ վեճ լիներ, իմ ու ինչ որ մի տղայի բակում, հա, կողքս կանգնում էր։ Ինչ գործ ունես, այ աղջի, մենք տղաներով 1000 բան կարանք վիճենք, քաշ քշենք, անգամ իրար ծեծենք, դու ինչ գործ ունես, դու աղջիկ ես, առանձին եմ իրան ասում, ոնց թե, բա որ հանգարց քեզ խփեր, էթո մի հատ էլ խփեն, ինչ եղավ։ Հիմա էլ, երբ որ մի 2-3 օր չասեմ, որտեղ ամեն օր չի որ խոսում ենք իրար հետ, կանցնի մի 2 շաբաթ, մեկ է կզանգի, դու ինձ մոռացել ես, ու զգում եմ այն նեղացածության տոնը, հա։ Ախր սկսում եմ արդարանալ, բան, ինչ մոռանալ, զբաղված եմ, դու պարտավոր ես ինձ երբեմն զանգելու։ Այդ չոր ձևով, բայց զգում եմ բան կա մեջը, քույրություն կա, հասկանում եք, մամայություն կա, ոչ թե պատահական ինչ որ բան է, ոչ թե նեղանում է, այլ ուզում է որ աչքի առաջ լինել։ Ես հարսիս հետ շատ ավելի հաճախ եմ խոսում, քան եղբորս։ Ձեր կենսագրության մի քանի փաստ ավարտել եք մեր համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, որից հետո գերազանցության դիպլոմով ԽՄԿԿ Կենտկոմի առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան Մոսկվայում։ Այո։ Դա այն օրերին ինչ որ բան էր նշանակում Տիկին Թոքուզյան։ Այո, բայց որտեղից ձեզ այդքան Դե մեր լրագրողները, մեր խումբը լավ է աշխատում։ Բայց հարցը շարունակեմ։ Այդ ակադեմիան ավարտողները արդեն որոշակի, ինչպես ասում են, ճանապարհը նկատվում էր նրանց։ Այո։ Դուք գիտեիք, թե ինչ եք ընտրել, ուր եք գնում։ Այդ ակադեմիան արդեն կոմերիտական կամ կուսակցական մարմիններում աշխատող մարդկանց համար էր։ Դա ինչպես հիմա մենք ասում ենք կատարելագործման մի միջոց էր։ Ղեկավար աշխատողների, այո։ Այսինքն դուք գիտեիք, որ ձեզ տրված է ղեկավար լինելու։ Չէ, բայց դա արդեն ես ղեկավար պաշտոն էի գրավում եւ որ ես գնացի ակադեմիա։ Այդտեղ երկու տիպի ինչպես ասեմ, հիմա ինչպես մեզ մոտ բակալավր եւ մագիստրոսն է։ Դուք մագիստրատուրան եք։ Այո, ես կոմերիտական կամ կուսակցական աշխատանքի մագիստրատուրան էր։ Իմիջիայլոց այս ծայրի աղջիկը Ղազախստանի կոմերցիոն կենտկոմի քարտուղարն է եղել դպրոցների եւ բուհերի գծով, կողքինը Մոլդովայի։ Սա մենք Ռուսաստանում ենք եւ երբ հավաքել էին, Մոսկվայում ենք, երբ հավաքել էին միության բոլոր հանրապետությունների բուհերի եւ դպրոցների գծով քարտուղարներին։ 83-ից 85 թվականներին դուք եղել եք Հայաստանի Լենինյան կոմերիտ միության Կենտկոմի առաջին քարտուղար։ Արդյոք չէր խանգարում ձեր ընտանիքի հայրենադարձ լինելը եւ արդյոք երբևիցե դա ձեզ չի խանգարել։ Գիտեք, ես չեմ զգացել դա։ Խանգարել է թե չի խանգարել, կուլուարներում ինչ են խոսել, ինչ են արել, ես դա չգիտեմ, բայց ես գտնում եմ, որ համենայն դեպս ինչպես ասեմ, որ շատ անհամեջ չթվա, պատահական մարդ չեմ եղել ես փաստորեն 12 տարեկանից իմ ուսերին ծանրություն եմ տարել, ես դպրոցում եղել եմ դրուժինայի խորհրդի նախագահ, իսկ դա պարտավորեցնող բան է, քո հետևից երբեք երեխաները չեն գա, եթե դու հեղինակություն չունենաս, իսկ քո հասակակիցների մեջ հեղինակություն ունենալը, դա ամեն մեկի գործը չի։ Մենք հիշում ենք դեպքը կանոնի հետ։ Կանոնը դեռ ավելի փոքր է։ Հետո կոմերիտ միության քարտուղարը դպրոցում, հետո համալսարանում, այո, ուզում եմ ասել, ես պատահական մարդ չէի։ Հիմա եթե հաշվի են առել, որ ես հայրենադարձ էի, այդ արդեն ես չգիտեմ, չեմ զգացել։ Այն, որ ինչպես ասում են, ղեկավար ատյանների կողմից խոչընդոտ չեք զգացել,
բայց ձեր հոր կողմից վերաբերմունք շատ լավ էլ զգացել եք, այն էլ բացասական։ Նա 1 տարի ձեզ հետ չի խոսել, երբ դուք դարձել եք Կենտկոմի առաջին քարտուղար, այո։ Ոչ, այդ ժամանակ չէ։ Երբ ես դեռ շրջկոմ էի գնում, առաջին քայլը։ Այսինքն կարիերայի առաջին քայլերն էիք անում։ Այո, գիտեք, կարիերայի, այսինքն ազատված աշխատող դառնալու առաջին քայլը, որտեղ հայրս ասում էր, եթե դու ուզում ես զբաղվել հասարակական կարգով, դու ազատ ես, կարող ես հասարակական կարգով այդ աշխատանքը տանել, որտեղ քեզ մոտ ստացվում է, բայց մի մտիր համակարգ եւ իրեն էլ մի շատ պատահական հանդիպում չի ասի, որ կոտրեց իր դիմադրությունը, այլ այդ հանդիպումը երևի իրեն համոզեց, որ այո, նաեւ այդ համակարգում էլ պետք է թեկուզ հայրենադարձ, չգիտեմ, մի խոսքով նման մարդիկ նաև լինեն։ Ինքը դրա համար չէր խոսում հետս եւ այդ մի տարին ինձ համար իհարկե շատ ծանր տարի էր, որտեղ ես հայրիկիս շատ եմ սիրել եւ իմ մասնագիտությունը ստացել եմ իրեն նայելով, ինքը նույնպես արևելագետ էր, աշխատում էր Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, երկու շատ կարևոր եւ շատ լուրջ մենագրությունների հեղինակ է, Եգիպտոսի հայկական գաղութի պատմությունը եւ Սիրիայի ու Լիբանանի։ Տեսեք հիմա այդ համայնքները չկան, այդ գաղութները չկան, բայց գիրքը կա։ Իսկ հաշտության առաջին քայլը ով արեց։ Հաշտության առաջին քայլը ինքը արեց։ Սովորաբար մենք դա ենք մեր ընտանիքում սովորում, որ մեծը պետք է անի։ Եթե երեխան սխալ է անում, մեծն է մեղավոր։ Դա ես միշտ լսել եմ եւ միշտ զգացել եմ, եւ երբ որ ես այդ ձեր ասած պաշտոնների ճանապարհով գնում էի, ինձ անընդհատ ասում էր՝ դու պետք է միշտ մնաս գետնի վրա։ Երբեք այդ պաշտոնները չպետք է քեզ գլուխդ պտտեն։ Դու պիտի արդեն քո ընկերներին զանգահարես, որտեղ քո ընկերները կարող է մտածեն դու զբաղված ես եւ քեզ չանհանգստացնեն, չզանգեն։ Դու պիտի զանգես, հարցնես ինչի կարիք ունեն, դու ինչով կարող ես օգնել։ Ու պատկերացրեք, գիտեք, դրանք ոչ թե բառեր էին, այլ նաեւ ինքն էլ իր օրինակով մեզ ցույց էր տալիս ինչ է ընկերասիրությունը, ինչ է պարտականությունը, ինչ է պատասխանատվությունը։ Իրենք մեզ, ինձ էլ Վիգենին էլ միշտ իրավունք են տվել։ Մենք շատ փոքր ժամանակվանից անհատականություններ ենք եղել եւ մեր խոսքը հաշվի են առել, մանավանդ եթե այդ խոսքը կամ այդ կարծիքը մեր կյանքին էր վերաբերում։ Օրինակ մենք Վիգենի հետ գիտենք մեր ընտանեկան բյուջեում ինչքան գումար կա այս ամիս մեզ համար։ Եվ մենք պիտի ընտրենք, ուզում ես գնա 50 հատ պաղպաղակար հիվանդացի, ուզում ես դա պահի, մյուս ամսվա քո գումարն էլ հավաքի եւ գնա քեզ ինչ որ պետք է գնիր։ Դրանք բաներ են, որ երբեք չի կարելի մոռանալ եւ երեխայի դաստիարակության համար շատ կարեւոր են։ Տիկին Թոփուզյան, պաշտոնների թեման շարունակելով, դուք աշխատել եք նաև այն ժամանակ կոչվում էր լուսավորության, չէ՞, նախարարություն, նախարարի տեղակալ, հա։ Նախ, եթե կարելի է փոքրիկ պատասխան, արդյոք այդ դեպքում էլ հնարավոր էր վայելել աշխատանքը, այնքան ինչքան դուք վայելում եք մանկավարժական աշխատանքը, ուսուցչի գործը։ Կրկին կրթության ոլորտը, բայց այո, այստեղ արդեն կրթության կազմակերպիչ ես։ Թեև ես նույնիսկ տեղակալ ժամանակ Բրյուսելում դասավանդում էի։ Այստեղ ուզում եմ ասել, որ ես տեղակալ եմ աշխատել եւ սովետական շրջանում եւ անկախության տարիներին։ Եվ շատ լավ կարող եք երևի թե համեմատել։ Այո։ Եվ գլխավոր տարբերությունը համակարգերի ասել։ Այո, փորձեմ։ Տիկին Խոդիկյանի հետ մենք փոխնախարարներ էինք, ինքը մշակույթի նախարարությունում, ես կրթության եւ գիտության նախարարությունում։ Գիտեք, սովետական դպրոցը շատ ուժեղ դպրոց էր։ Սովետական դպրոցի հաղորդած ակադեմիական գիտելիքները հիմնարար գիտելիքներ են, բայց մեր շրջանավարտների մեծ մասը չէր կարողանում իր տեսական գիտելիքները պրակտիկայում օգտագործել, այսինքն հմտությունների առումով մենք զիջում էինք մյուս երկրների շրջանավարտներին։
Այսօր մենք շատ դժվար ճանապարհ անցանք, որտեղ գիտեք կրթությունը թանկ հաճույք է։ Եվ մեր երկիրը այսօր բավականին փաստորեն, եթե չեմ սխալվում, հիմա երրորդ նախարարությունը, երրորդ ոլորտն է, որը գերակա ոլորտ է համարվում մեր հանրապետությունում, եւ դա բյուջեով դուք կարող եք տեսնել։ Մենք անցանք ծանր ճանապարհ, բայց հիմա պետք է արդեն այն ինչ որ արժեք է, այն ինչ որ հիմնականն է, դա պիտի մաքրվի եւ դա պետք է կատարելագործվի եւ զարգանա։ Մնացած մանր, մունր, կողքի այդ ճանապարհները կամ կողքի հոսանքները պետք է մաքրվեն։ Ես վստահ եմ, որ դա անպայման մենք կանենք։ Հիմա շեշտը դրվում է երեխայի ուսանողի աշակերտի ինքնուրույնության, ստեղծագործականության, նախաձեռնողականության, ակտիվության վրա։ Եվ դեպի գործնական է, հա, երևի գիտելիքը տանող։ Հենց դրա համար, որ իր գիտելիքները նա կարողանա պրակտիկայում օգտագործել։ Ես հիմա առաջարկում եմ մի փոքր դադար, որից հետո տեսանյութը դիտելուց հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը։ Շատ լավ։ Կյանքում ես ընտրել եմ մարդկանց, որոնք իմ կյանքին հետք են թողել։ Այդ գեղեցիկ բացառությունների մեջ է Աիդա Թոփուզյանը։ Մի անգամ մենք որոշեցինք եկան ինձ տարան են մթին, ցրդին 94 թվականն էր, գումար չունեինք, մեր սերկում ինձ ուզեցին Մարգդուտը հանել էին, չէին ուզում նշել, մենք շատ վշտված գնացինք Արմենիա հյուրանոցի առաջի հարկի շրջարանը, նստեցինք, որ կարողանանք ինչ-որ ուրախանալ, նշել մեր անցյալը եւ այլն։ Եվ հանկարծ տեսնում ենք մեր սեղանի իրար հետևից եւ շոկոլադներ եւ խմիչքներ տարվա զարմացած չճանաչեցինք եւ մենք շատ շոյվեցինք, որ այդ մտի ցրդի տարիներին իհարկե տղամարդիկ էին դրանք մեզ ճանաչելով, նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, սկսած իրենց տնօրենից, մատուցողներից բոլորը շատ հարգալից վերաբերմունք ցուցաբերեցին։ Ինչու եմ սա պատմում։ Միշտ ծիծաղում հիշում ենք, որ 1000-2000 դրամ չկար մեզ մոտ, այսինքն մարդու աշխատանքը իրեն արած գործը երբեք չի մոռացում, առավել եւս տեսանելի է փոքր հանրապետությունում։ Շատ հետաքրքիր օր էր այդ օրը։ Տիկին Թոփուզյան, դուք ղեկավարում եք նաև կանանց հանրապետական խորհուրդը։ Այո։ Ինչ դեր կհատկացնեիք մեր հասարակության մեջ կնոջը։ Գիտեք, կինը շատ կարևոր ֆենոմեն է հասարակության մեջ։ Դուք գիտեք, որ մեր բնակչության կեսից ավելին կանայք են, դուք գիտեք, որ բարձրագույն կրթություն ունեցող անձանց մեջ կանայք նույնպես անգամ համերգասրաններում կանայք մեծամասնություն են եւ մնացած բոլոր տեղերում։ Ես գտնում եմ, որ չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի ստեղծման, կայացման եւ զարգացման գործում կինը լիարժեք դեր չի խաղում։ Գիտեք, մենք շատ եւ հետարքիր եւ խելացի եւ գործոնյա կանայք ունենք, բայց տեսեք կառավարությունում քանի կին կա, տեսեք միջին օղակում քանի կին կա, տեսեք ասենք Ազգային ժողովը գիտեք, ինչ որ մի ձևով արդեն կամած թեև 20 տարի էր պետք, որ մենք դադարենք խոսել այլևս քվոտաներից։ Ես որ հիշում եմ 92-93 թվականին ինչ ֆիլմներով էին տղամարդիկ քվոտայի հարցը բարձրացնում ու խոսում, ավելի շուտ մերժում։ Իսկ հիմա արդեն ոչինչ, կամած համակերպվել են, այնուամենայնիվ մենք շատ տաղանդավոր կանայք ունենք, շատ գործոնյա եւ խելացի կանայք ունենք, եւ ես կարծում եմ, որ կանանց դերը ավելի պետք է ընդլայնվի եւ ավելի պետք է խորանա մեր երկրի, մեր հայրենիքի զարգացման գործընթացներում։ Ցավոք մեր ժամանակը սպառվեց եւ ես համոզված եմ, որ մեր զրույցը ավելի քան հետաքրքրեց մեր հեռուստադիտողին, որովհետև միշտ չէ որ հմայիչ, խելացի եւ իր գործին բանիմաց կինը կարող է այսպիսի ոչ միայն տեղեկություն, այլև կյանքի նաեւ դասեր տա։ Շնորհակալություն Տիկին Թոփուզյան, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր կոչումով, էությամբ
գործնեությամբ մանկավար Աիդա Թոփուզյանը։ Կհանդիպենք։